Սարի գյուղի Սարի շաֆրանի պատմությունը սկսեց նրանից, որ Շվեյցարիայում բնակվող, բայց ծնունդով Սարի գյուղցի Անուշ Ամիրխանյանը որոշեց իրենց գյուղի կանանց համար աշխատելու եւ հմտությունները զարգացնելու հնարավորություն ստեղծել։ Արձակուրդների ժամանակ տեսնում էին, որ շատ անգործ կանայք կան, չէի պատկերացնում, որ իրենք չունեն այդ պոտենցիալը, որը ես ունեմ, ասենք ուսումը ստանալուց հետո աշխատանք, գաղափարներ, մի քիչ անկախություն, եւ ես ամուսինս որոշեցինք, որ պետք է մի բան անենք, որպեսզի կանանց ապահովենք աշխատատեղերով։ Գյուղը ջրի խնդիր ուներ, իսկ շաֆրանը ջրի կարիք շատ չունի։ Այսպես էլ Հայաստան բերեցին շաֆրանի ծաղկի առաջին 100 սոխուկը։ Երբ հասկացան, որ ծաղիկները սիրել են հայկական հողը, բոլոր խնայողություններն ուղղեցին արտադրություն սկսելուն։ Հոլանդիայից 50,000 սոխուկ տնկվեց Սարի գյուղի դաշտերում։ Սոխուկներն արդեն կամանց չորանումը ինքն իր բազմացման գործը կատարել է, հիմա մտնում է հանգիստ։ Հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր դաշտը ոչ մի բան չկա, հոկտեմբերից նոր այս դատարկ դաշտի մեջ ծաղիկը դուրս է գալիս։ Կանանց սովորեցրինք ինչպես աշխատել, շատերը ընդհանրապես աշխատատեղ չեն էլ ունեցել։ Հիմա արդեն ինքը դարձել է որպես բիզնես եւ համարյա ես իմ ժամանակի 40-50%-ը տալիս եմ Սարի սաֆրանին։